որքան էլ դառը հուշերն անցյալի ցոլում են որպես մաքուր արծաթներ նրանք անցյալի տխրության վրա ծրված են որպես լույսի բացատներ և կմեծանան որբերը մի օր Հոկտեմբերի 6-ին Շարլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում առաջին անգամ մենահամերգով հանդես կգա Արցրունի պրոգրեսիվ երաժշտության ռոք խմբի հիմնադիր ղեկավար երաժիշտ երգահան Վահան Արցրունին։ Առաջին մենահամերգ, բայց ոչ առաջին այցը Վանաձոր։ Երգահանը մասնակից է եղել եւ առիթ է ունեցել Լոռեցի հանդիսատեսին ողջունել բեմից վաղեմի ընկեր Արթուր Մեշչյանի մենահամերգի ժամանակ, ում հետ համագործակցում է դեռևս 1983 թվականից։ Այս անգամ էլ հանդիսատեսից ակնկալում են նախ եւ առաջ մասնակցություն, ապա միայն միևնույն ոգևորությունն ու ընդունելությունը։ Մենք կլինենք այստեղ in-rock դասական կվինտետի հետ, այսինքն լարային քարյակ է դա, ջութակներ, ալտ եւ թավջութակ եւ ֆլեյտա։ Եվ իմ մասնակցությունը ակուստիկ գիտարով է լինելու։ Համերգի ժամանակ կհնչեն եւ երգեր գրված Կոմիտասի բանաստեղծությունների հիման վրա եւ երգեր գրված Ռազմիկ Դավոյանի բանաստեղծությունների վրա, այսինքն այդ երգաշարից եւ նաեւ կհնչեն երգեր, որոնց խոսքերի հեղինակը ես եմ։ Վահան Արցրունին ծնվել է 1965 թվականի դեկտեմբերի 5-ին, սովորել է Երևանի պետական բժշկական ինստիտուտում, որպես մեներքիչ աշխատել Նարեկ, Հայսմավուր կիրճախմբերում եւ Հայաստանի պետական կապելլայում, իսկ 1994 թվականին ավարտել է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, թողարկել է շուրջ 15 ձայնասկավառակ, նաեւ տեսասկավառակ Կոմիտասի 10 հայտնություն խորագրությամբ։ 2011-ին թողարկել է վերջին ալբոմը Մեսրոբ Մաշտոցի շարականները։ Տարիների ընթացքում արվեստի ներկայացուցիչն ունեցել է բազմահազարանոց լսարան, որը նրան գնահատում է, հարգում եւ ոգեշնչում, սակայն առավել անգնահատելի է վերջին ձեռքբերումը։ Այն, որ Կոմիտաս 10 հայտնություն երգաշարը ընդգրկվեց դպրոցական ծրագրում, այսինքն սրանից բարձր պատիվ եւ սրանից բարձր երանություն, դե պատկերացրեք, եթե հիմա 7-րդ դասարանի երաժշտության առարկայի դասագիրքը բացեք, կտեսնեք ազգային օրհներքի եւ տերունական աղոթքի արանքում իմ անուշ գարունն է, այսինքն սրանից բարձր էլ ինչ գնահատական։ Միայն վերջին 2 տարում երաժիշտը հանդես է եկել մոտ 60 մենահամերգով, հաջորդիվ նախատեսվում է մենահամերգներ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։ Օգոստոսի 27-ի մենահամերգից հետո առաջարկ է եղել նույն ծրագրով հանդես գալ նաև Կանադայում եւ Ֆրանսիայում։ Համերգների շարքը ներառելով Կոմիտասի գործերը նվիրվում է նաև մեծանուն երգահանի 145-ամյակին։ Մնում է միայն սպասել Վանաձորյան մենահամերգին եւ համոզվել, որ առաջինը լինելով այն վերջինը չէ։ Եվ չեն հավատա իրենց տեսածի Եվ չեն իմանա թե ինչ պատճառով Վախ է խառնված իրենց սուրբ հացին Ադրինե Մխոյան, Ելենա Սաքանյան, Լոռի հեռուստաընկերություն։